Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ասեմ, որ քիչ առաջ մեզ հաջողվել է ուղիղ կապ հաստատել Մոսկվայի հետ, որտեղ մեր զրուցակիցն է լինելու համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ մեր երթական ուղիղ կապի համար եւ պիտի ասեմ, որ այսօր հիմնականում պիտի խոսենք շատ ցավոտ մի քանի հարցերի մասին, բայց երևի սկսենք նոյեմբերի 9-ի պայմանագրի հետ կապված հարցի քննարկումով, ինչու Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար այդքան վատ տարբերակի տակ, չեմ հասկանում, ուրիշ տարբերակ չկար, որ ընտրեց այն։ Պարոն Ղուշյան, դե մենք հիշում ենք այդ օրերը շատ դաժան օրեր էր։ Ես այն ժամանակ իր խորհրդականն էի եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ առնչվել եմ մի քանի այսպես հարցերի հետ կապված այդ ինչի ստորագրեց դա այդ հարցերը բերին դրան։ Դուք հիշում եք, որ հետո պարզվեց, որ մի քանի տարբերակ է եղել առաջադրված։ Ասենք, ադրբեջանական զորքը, երբ սկզբից մտավ մի փոքր տարածք վերցրեց, մենք ստացանք արդեն առաջի տարբերակը։ Հետո եկավ երկրորդ տարբերակը, ինչքան զորք առաջ էր գնում, այդքան այդ Ադրբեջանի առաջարկները կոշտանում էին։ Եվ այդ առաջարկները մենք բոլորս գիտենք, որ գալիս էր Ռուսաստանի Դաշնության միջոցով։ Հետաքրքիրը գիտեք որն էր։ Հետաքրքիրը նա էր, որ օրինակ ես լինելով խորհրդական տեղյակ չէի առաջարկվող տարբերակների մասին։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեղյակ չէ, ոչ մեկ տեղյակ չէր, ոչ մեկ կառավարությունում ոչ մեկ տեղյակ չէր առաջադրվող տարբերակների մասին։ Իրենք 5 հոգով հավաքվում էին, հետո եմ իմացել դրանց ազգանները։ Ոնց ասեմ, մարդիկ, որոնք ոչ թե չէին կարա ճիշտ որոշում կայացնեին, որտեղ լավ մարդիկ են կամ վատ մարդիկ են, որտեղ չունեին ոչ փորձ, ոչ գրագիտություն ճիշտ որոշումներ կայացնելու։ Եվ որոշում էին, որ չպատասխանել։ Պատկերացնում եք։ Կարծիք էլ չէին ասում։ Հասավ նրան, երբ որ ասենք իմ հետ կապնվեցին, արդեն ռուսական կողմը կապնվեց եւ ասեց. «Պարոն Կարապետյան, մենք այդտեղ առաջարկներ ենք ուղարկում Ադրբեջանի, բայց ձեր իշխանությունը չի պատասխանում, մի հատ ճշտեք, այդ առաջարկությունները հասնում է երկրի ղեկավարին, թե ոչ»։ Ես եկա մտա մոտը։ Ասում եմ, պարոն վարչապետ, դուք առաջարկներ եք ստացել եւ չեք պատասխանում։ Միջազգային բանով դա ընդունված չի, առաջինը, երկրորդն զորքը առաջ է գալի ադրբեջանական։ Առաջի օրվանից մենք ասեցինք, պետք է կանգնեցնել պատերազմը։ Պետք է կանգնեցնենք։ Քանի որ մեզ շարունակել դա ձեռք չի տալի։ Բացի դրանից, եթե հիշում եք իմ նախորդ հարցազրույցերի ժամանակ ես ասել էի, որ դեռ 19 թվականին զեկուցագիր էի գրել, 18 թվականի վերջին ավելի ճիշտ, զեկուցագիր էի գրել, որ եթե 2 տարում լինելու է պատերազմ, ու հավանական է այդ պատերազմում մենք պարտվենք, ու առաջարկություններ էի արել։ Ու բերեց նրան, ի վերջո բերեց նրան, որ ինքը արդեն ստիպված գնաց ամենավատ տարբերակը մեր համար ստորագրեց։ Ինչի՞ չէի սկսում բանակցել առաջի երկրորդ տարբերակների մասին, որը շատ ավելի լավ պայմաններ էր։ Ինչի համար, ես չեմ կարա բացատրեմ։ Չեմ կարա բացատրեմ, չնայած հասկանում եմ խի։
Մյուսը առաջի օրվանից ռուսական կողմը մեզ հուշում էր, ասում էր, քանի որ այնտեղ տերորիստներ են կռվում, հիշում եք Սիրիայից այդ տարածաշրջանից այն ժամանակ այդ տերորիստներին էին բերել, գրեք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը այդ տարածաշրջանում հակատերորիստական համատեղ գործողություններ իրականացվի։ Ի զարմանքս ինձ ստացվում է, որ այդ ժամանակ ռուսական կողմը ոչ թե որպես խաղաղապահ ուժեր մտնելու այդ տարածաշրջան, այլ մտնելու էին մեզ աջակցեին, որ մենք կռվենք տերորիստների դեմ։ Բացարձակ, իմիջիայլոց ասեմ, դրա փաստերը կա։ Ես սա ոչ թե ասում եմ, որտեվ չեմ կարող ապացուցեմ, չէ, սա կարամ ապացուցեմ։ Կա փաստ։ Փաստեր կա դրա վերաբերյալ։ Հետո անցավ ժամանակ։ Ռուսական կողմին չդիմեցինք, չնայած մենք, ես ամեն օր ասում էի դրա մասին։ Վերջը մի կերպ համոզեցինք, որ դիմի բանին, այդ հապկին։ Մի կերպ համոզեցինք։ Ուրեմն պատրաստեցինք այդ փաստաթուղթը երկու խորհրդականով։ Չեմ ուզում մյուսի անունը տամ, եթե կուզի թող ինքը ելնի ասի, հա, պատրաստել եմ, մասնակցել եմ այդ պատրաստությանը։ Չի ասի Աստված իր հետ։ Պատրաստեցինք համապատասխան նամակ, օֆիցիալ նամակ եւ ուղարկեցինք հապկ։ Ուրեմն մենք պատրաստեցինք։ Այնտեղ հապկի պայմանագրի մեջ կա երկու կետ։ Եթե չեմ սխալվում, եթե դիմում ես 4-րդ կետով, կարող է մի քիչ այդ կետերի բաները սխալվեն, 4-րդ կետով դա անմիջապես պատերազմի ժամանակ անմիջապես միջամտությունն է, то есть հարձակման ժամանակ անմիջապես պետքա հապկը գործի։ Եվ կա մյուս ուրիշ կետ, որտեղ պետքա սկսի քննարկում։ Մենք իհարկե պատրաստեցինք երկու խորհրդականով, որ հապկը անմիջապես մտնի եւ սկսի պաշտպանել հայոց սահմանները։ Այդ դեպքում մենք իհարկե կունենայինք շատ ավելի մեծ քանակի զորք եւ Արցախում իրադրությունը լուծելիս մենք շատ ավելի մեծ հնարավորություններ կունենայինք։ Պատկերացրեք, մենք կազատեինք մի ամբողջ միավորումներ։ Ասենք առնվազն 3-րդ բանակային կորպուսը, 5-րդ բանակային կորպուսը, որը Նախճիվանի ուղղությամբ էր այն ժամանակ նստած, եւ մենք կունենայինք շատ ավելի մեծ հնարավորություններ Ադրբեջանին կանգնացնել եւ հետ շպրտել։ Ուրեմն գնում մենք պատրաստում ենք համապատասխան կետով անմիջապես միջամտում, միջև գնում է հասնում է ուրեմն հապկ, մենք տեսնում ենք այդ կետը փոխվել է։ То есть բանից պարզվում է, որ կետը փոխել են, սարքել են, որ սկսեն քննարկում, ինչ անեն հապկում շտաբում։ Ես ճիշտն ասած զարմացած եմ։ Ես այն ժամանակ մտածում էի, որ դա երևի թե անգրագիտության ինչ որ բան է, չգիտեմ, փորձի բացակայում է եւ այլ։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա այդ ամեն ինչը շատ հստակ, շատ միտումնավոր արվել է։ Դրա համար էլ մենք ստորագրեցինք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու չնայած նրան, որ դրանից հետո ես խորհուրդ տվեցի, ասեցի մենք եկեք չկատարենք Քելբաջարի մասով, Քելբաջարը, Խարվաճարը չհանձնենք, ասեց խե, եթե հանձնենք Խարվաճարը, Արցախը հանձնելու ենք։ Չենք կարա պահենք, դժվար առնելու պահել։ Խարվաճարը մի տուր, բա ասենց փաստաթուղթ ենք ստորագրել, թե չկսկսի եւ այլ, ասել չի սկսի, դեմը ձմեռ է։ Իր զորքը պատրաստ չի ձմեռվա մարտերին։
Չի կարալու սկսի։ Ու ավելի լավ է մենք իմ կարծիքն եմ ասեմ, նույնիսկ մի շրջան էլ կորցնեինք Արցախից, բայց Խարվաճարը չհանձնեինք։ Էլի չլսեց, ունես տպավորություններ, որ ինքը ավելի էր հետաքրքրված այդ ամեն ինչ աներ, քան նույնիսկ ադրբեջանական կողմը։ Այդ ա եղել այդ ցավալի ժամանակահատվածի ամբողջ իրավիճակը, որը բերել է սրան։ Պարոն գեներալ, մի շատ ցավոտ թեմայից ենք խոսելու, Արցախի կորուստի մասին է խոսքս։ Գիտեք, պիտի ասեմ, որ Արցախի օկուպացիան նորից դարձել է քննարկումների, հարցազրույցների, հայտարարությունների, այսպես գլխավոր թեման հայկական մեդիա դաշտում։ Էլ չեմ խոսում, որ մինչ օրս էլ շարունակվում է Փաշինյան-Սերժ Սարգսյան այդ փոխհրաձգությունը, Փաշինյանը ամեն կերպ փորձում է մեղքը իր վրայից հանել, գցել երրորդ նախագահի ուսերին, ինչպես ասում են, դնել։ Լավ, այս խոսոցի մասին ինչ կարող եք ասել։ Եկեք այս պատասխանի մեջ մենք անձերը մի հատ թողենք այն կողմ։ Ասենք առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, այսօրվա ղեկավար։ Գիտեք, բայց անցնելով առաջ ասեմ, իրանք 4-ն էլ մեղավոր են։ Իսկ հիմա անձերը դնենք այն կողմ, ուղղակի դնենք այն կողմ, ու մի հատ եկեք հիշենք մեր պատմությունը Արցախի հենց այն ամենասկզբից։ Բաց թողենք, ասենք, այն պատճառը, որ սկսվեց, ասենք, Սումգայիթ, ցավալի իրադարձությունները, հետո այդ ամենը Ստեփանակերտում բողոքի այդ ցույցերը, հետո Երևանում, այդ սա դնենք այն կողմ։ Ինչ տեղի ունեցավ 90-ականների սկզբին, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի այն ժամանակ ավտոնոմ հանրապետություն էր կոչվում, Գերագույն խորհուրդը անցկացրեց ռեֆերենդում, որի համաձայն իրենք դուրս էին գալի համապատասխան սովետական այն ժամանակ սահմանադրությանը, Ադրբեջանի կազմից եւ դիմեցին այն ժամանակվա սովետական Հայաստանի Գերագույն խորհրդին ընդունել Ղարաբաղը, հիշում եք, մեր Հայաստանի սովետական Հայաստանի կազմում։ Այն ժամանակ մեր Գերագույն խորհրդում շատերը դեմ էին, շատերը կողմ էին եւ այլ, ի վերջո որոշումը կայացրեց, որ իրենց ընդունում են Հայաստանի Հանրապետության կազմում։ Հետո սովետական միությունը փլվում է, պատերազմը զարգանում է, 94 թվականի մայիսին կնքում ենք հրադադարի պայմանագիր, որի մեջ գրված է, որ 1 տարվա մեջ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր։ Հիմա մի րոպե այդ պահը հիշեք, ընդհանուր ասենք Հայաստան ինչ եղավ։ Սովետական միությունը փլվեց, Հայաստանի Հանրապետության սովետական այդ ղեկավարները հեռացան իրենց պաշտոններից եւ անկախ Հայաստանի ղեկավարությունը եկան մի խումբ անձինք, որոնք չունեին ոչ ղեկավարման փորձ երկրների, ամենաբարձր ղեկավարը եղել էր, կներեք, ինչ որ փոքրիկ տարածաշրջանում, իսովետական մասշտաբում մի հատ գյուղում կոմսոմոլի քարտուղարներ, չեմ վիրավորում, նորից եմ ասում, խնդրում եմ, ներող ելնեք, ես ուղղակի իրադարձություն եմ ասում, անձերը դնում ենք այն կողմ։ Երկրի ղեկավարներ Մատենադարանի գիտ աշխատող։ Ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում։ Բոլոր են քաղաքացիական պատերազմները բերին նրան, որ երկրի ղեկավարը դարավ Գեյդար Ալիևը։
Հիմա ես ձեզ ուղղակի հարց եմ տալի։ Շանս ունեին այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության ղեկավարները հաղթեին դիվանագիտական դաշտում Գեյդար Ալիևին, որը որ տասնյակ տարիներ երկիր էր ղեկավարում, հետո էլ ստրատեգիական մակարդակով որոշումներ էր կայացնում ՑԿ-ի կազմում Սովետական Միության գերագույն իշխանություններ, չէ՞, հիշում եք։ Ինքը այդ կազմի անդամ էր։ Մեր մոտ ինչ եղավ։ Մեր մոտ եկան մարդիկ, որոնք լավ տղեկ էին։ Ու, ասենք, տակտիկական մակարդակով ինչ որ հարցեր կարողում էին լուծեին, բայց ստրատեգիական ոչ մի գաղափար չունեին։ Դա հասկացավ Վազգեն Սարգսյանը, դրա համար էլ գնաց Կարեն Դեմիրճյանին, հիշում եք, բերեց եւ միացավ իրեն։ Ինչ վեց է, 94 թվականին այդ պայմանագիրը կնքելուց հետո վերադառնում ենք արդեն։ Ինչ տեղի ունեցավ։ Մեկ էլ մենք կանգնեցինք այն ճանապարհով, որ սա աշխարհի համար հասկանալի էր, որ Արցախը հայկական տարածք է եւ պետք է լինի Հայաստանի կազմի մեջ, ու Գեյդար Ալիևի աշխատանքի շնորհիվ մերոնք չհասկացան, որ իրենց տարան սխալ ճանապարհով։ Ու միջև այսօր էլ մեր որոշ ղեկավարներ հաշվում են, որ դա ճիշտ ճանապարհ է, որ ճանապարհն է։ Արցախը ճանաչենք անկախ երկիր։ Ես հարց ունեմ տալու մեր բոլոր ղեկավարներին, որովհետև մեկը հավատում էր, որ 2 միլիոնանոց ժողովրդին թույլ էին տալու այդ տարածաշրջանում ունենա երկու անկախ երկիր, թեկուզ մի ժամով։ Ասում են ճանաչեն անկախ, հետո ինքը միանա Հայաստանին։ 10 րոպե էլ չէին թողա։ То есть մենք անցել էինք փաստորեն 89 թվականից անցել էինք Արցախի հարցով ճանապարհ մինչև 94 թիվը, փաստացի 5 տարի։ Սաղ աշխարհին հասկացրել էինք, 5 տարի հասկացրել էինք, որ Արցախը Հայաստանը հայկական տարածք է, ու մեկ էլ ճամփի կեսից շեղվում ենք, ու 94 թվից գնում ենք ուրիշ ճանապարհով։ Աշխարհի համար անհասկանալի ճանապարհով։ Լավ, եթե գնացիք այդ ճանապարհով, իմ մոտ հարցը, ինչի՞ չճանաչեցիք Արցախի անկախությունը, դուք ասենք 98 թվականին, 99 թվականին, իսկ Գեյդար Ալիևի ստրատեգիական խելքը բերեց նրան, որ ինքը 90-ականներին հիմք դրեց, որ 30 տարի հետո մենք Արցախը կորցնենք։ Հիմք դրեց, ինքը կարողացավ մերոնց վրա ճնշումներ արդեն գործադրել, նավթամուղ անցկացրեց, ինքը կարողացավ էկոնոմիկան 0-ից հանել, զարգացնել, երկաթգիծ քաշեց, ինքը կարողացավ հաղթահարել մեր հարաբերություններում Ռուսաստանի հետ, մեզ, եւ շարունակական դա եղավ, իր տղան եկավ, նույն բաները զարգացրեց ավելի։ Իսկ մերոնք գնում էին, ինչ որ կետեր էին քննարկում, ադրբեջանական կողմը համոզել էր, որ հեսա, այս տարբերակին համաձայն չեմ, այս տարբերակին եմ համաձայն, բայց իրականում Ադրբեջանը կարողացավ իր շնորհիվ, նորից եմ ասում, իր ղեկավարի Գեյդար Ալիևի շնորհիվ։ Ինքը մեր թշնամին է, մեր հակառակորդն է, բայց պետք է ճիշտն ասենք։ Չէր կարող Գեյդար Ալիևին հաղթահարել այդ մակարդակի մարդին, չէր կա, մի մարդ ունեինք, որ շանս ուներ Գեյդար Ալիևի կարողանար հաղթահարել, դա Կարեն Դեմիրճյանն էր, որի ճակատագիրը ինչ եղավ, մենք բոլորս տեսանք, եւ Վազգեն Սարգսյանը դա հասկացավ։ Իսկ հետո ինչ եղավ, հետո եղավ նա, որ մարդիկ գնում էին, կետեր էին ստորագրում, ոչինչ չնշանակող,
տիպա հարցեր են լուծում, իրականում մենք հայերս դեռ 95 թվականից, կասե 94 թվականից հետո մենք սկսել ենք ուղղակի կռուտի տանել Ղարաբաղի հարց։ Խափելով, բանով, ինչ որ չգիտեմ, բայց ես ձգեցի, պատերազմ չեղավ, այն մեկն ասում է, ես սենց էի ասում, էլի սենց էի ասում։ Չէ։ Մենք պատմականորեն գնացել ենք սխալ ճանապարհով։ Պատմականորեն են գնացել սխալ ճանապարհով։ Եվ ի վերջո ինչ եղավ։ Եղավ 18 թիվը։ Իմիջիայլոց ես նորից եմ ասում, ես չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկին։ Որտեվ նույն մեր երկրի ղեկավարները 90-ական թվականներին ուրիշ մարդիկ էին, ուրիշ մակարդակի մարդիկ էին։ Հիմա լիովին ուրիշ մարդիկ են։ Բայց իրանք դարել են լիովին ուրիշ մարդիկ, այդ 30 տարի փաստորեն պրակտիկ մեր վրա սովորելով։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Որ մենք ունեցել ենք այսպես, չգիտեմ, խնդիրներ, խնդիրներ, բայց մենք ստրատեգիական սխալ ենք թույլ տվել։ Ստրատեգիական սխալ ենք թույլ տվել։ Նորից եմ կրկնում, Արցախում եղել էր ռեֆերենդում։ Ռեֆերենդումի հիման վրա նրանք մտել էին արդեն Հայաստանի կազմի մեջ։ Նրանք արդեն Հայաստանի կազմում էին։ Մենք ինքներս մեկ էլ այդ բանից հետ ենք եթում, ասում ենք լավ, եկեք խոսանք, որ ինքը բանի մեջ չի։ Հետո հարց եմ տալիս, զիջումը ո՞րն էր։ Ասում են մենք գնում էինք զիջում, պատրաստ էինք, համոզում էինք կամ գնում էինք զիջումների։ Լավ, հասկացա, զիջում էինք այն տարածքները, որը որ, ասենք, Ֆիզուլու շրջանը, չգիտեմ, Զանգելան եւ այլ։ Բայց դիմաց ինչ էինք ստանում։ Ասում փող զիջում։ Դիմաց ինչ էինք ստանում, որ 5 տարի հետո պետք է ռեֆերենդում անենք։ Ուզում հասկանամ, Հայաստանի օգուտը այդ տարբերակում որտեղ էր։ Ինչ էինք էլի ստանում։ Միտքս հասկանում եք, չէ՞, եթե փող զիջման ես էթում, ուրեմն ինքն էլ մի բան զիջել, իրանք չէին զիջում։ Իսկ համաձայն չէին, որ 5 տարի հետո ռեֆերենդում անեին։ Իսկ 30 տարվա ընթացքում քանի գնում էր Ադրբեջանի դիրքերը աշխարհում ավելի էր ուժեղանում։ Քանի գնում էր, դա կապված էր իրենց ղեկավարության փորձառության համար եւ իրենց ռեսուրսների հետաքրքրության համար աշխարհի կողմից։ Իրենք զարգանում էին, մենք ինչ էինք անում։ Մենք դոփում ենք տեղում։ Ապավորություն էր, որ գիտեք, որ ինձ ասում են գնում ենք Հայաստան, նույնիսկ այն պատերազմի ժամանակ ռեստորանները լիքն էին։ Հիմա տպավորություն մենք սաղ ստենց են ռեստորանում նստած մնացինք։ Իսկ դիմացի հակառակորդը աշխատում էր եւ բոլոր միջազգային, այսօր էլ մենք նկատում ենք, չէ՞։ Այսօր էլ իրենց խոսքը ամբողջ աշխարհում ասում է։ Դա այն 33 տարվա առաջ, այն 94-ից հետո դրված հիմքերն է։ Այն ստրատեգիական մտածելակերպն է, որ բերել է այսօր մեզ այսօրին։ Եվ հիմա կանգնած են կործանման առաջ։ Ու հիմա էլ իրար վրա ենք գցում, ով ավելի շատ Արցախը տվել։ Ձեր բոլորին միասին, դուք բոլորդ միասին պատասխանատու եք։ Բոլորդ միասին Արցախի կորուստի համար։ Պարոն գեներալ, դե ես կուզենայի մի հարց էլ շոշափեինք, խոսքս շուտով կայանալիք վաղար շաբաթի խոշորացված համայնքի թիմ ընտրությունների մասին է, որտեղ դուք ունեք ձեր ներկայացուցիչը։ Իդեպ ասեմ, երևի դուք տեղյակ չեք, այսօր հայտարարեցին, որ ձերբակալել են ՔՊՀ-ական դպրոցի տնօրենին, որը փորձել է արդեն կեղծիքներով զբաղվել։ Պատկերացնում եք, ինչ է մեզ սպասում առաջիկա այդ ընտրություններում, այդ մասին ինչ կարող եք ասել։ Մենք բազմաթիվ բաներ ֆիքսում ենք։ Իրականում չեմ ուզում, որ ոչ մեկն էլ մանավանդ կին արմատը գնա նստի։
իրականում չեմ ուզում։ Բայց այսօր մենք տեսնում ենք մի բան։ Մի բան էր կարում անել ԿՊ-ն, երկու անգամ արեց։ Դա ընտրություններ, ոնց որ թե 21 թվականին էլ բոլոր դեպքերում ԿՊ-ի կողմից բավականին ազնիվ մոտեցում էր։ Ճիշտ ասած որ ԿՊ եմ ասում, այդ Ք տառից մի քիչ բան եմ ելնում։ Բայց դա է իրանց անունը, ես ինչ անեմ։ Այդ էին կարում։ Հիմա հասկանում ենք այս օրինակով, հասկանում ենք, որ եւ Գյումրի օրինակով, որ արդեն դա չեն կարում անեն։ Ինչ են անում։ Փաստա գումարը բաժանում են։ Փաստացի, այդ մի հոգու, ուղղակի այդ մի հոգում կարացանք հայտնաբերել։ Այն որ ասում է զինվորականների մոտ մի բան կա, չէ, ասում է դե բոլորն էլ սամավոլկա են եթում։ Բայց վատ ծառայող գիտեք ում են համարում։ Ով որ բռնվում է։ Ով որ չի բռնվում, կարա շատ լավ համարվի զինվոր։ Հիմա սրանցն է, այս կին ուղղակի բռնվել է։ Բանա, այն $10,000 նվերները, որ բաժանում է, կամ ընդ պարգևատրում է, այն որ թերթում գրած էր։ Բայց իրախի չեն ասում աշկիտ վրա ունք կա։ Ինձ հասնում են տեղեկություններ բազմաթիվ խախտումների մասին։ Դե չեմ բանանում, որ չեմ ասում, որ փաստ ունենամ, փաստ ենք ունենում, մենք կհրապարակենք անպայման, բայց բազմիցս մեր կուսակցությունը դիմել է խախտումներին մասով համապատասխան մարմիններին։ Բազմիցս։ Եվ ԿՊ-ն արդեն ակնհայտորեն խախտում է, օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրս։ Ընչեն այդ օրերին սկսեմ եկել ասֆալտապատել։ Հա, ցած եմ տալի, խախտում է, թե չէ։ Դեմ չեմ այդ ասֆալտապատումին։ Բանեք։ 8 տարի ղեկավարման եք, 8 տարի ղեկավարման եք։ 8 տարի է լսում ենք, որ ճանապարհ եք սարքում Վրաստանից Պարսկաստան։ Լսել եք, չէ՞, Պաղուշյան։ Ես որ սենց գնա, ես գիտեք ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ Հայաստանում օրենքը փոխել եւ կառավարությունը ընտրել 1 տարով։ Ամեն տարվա վերջ նոր բան անենք։ Թազա գերագույն խորհուրդ ընտրենք եւ կառավարություն ընտրենք։ Որտեղ ես հասկանում եմ, որ միջև այդ ընտրությունները մի 3-4 ամիս առաջ մեկ է սկսում են աշխատել։ Սկսում են առողջապահության մասին մտածել։ Սկսում են այնտեղ մեթոդներ մանգալ, ինչ որ, չգիտեմ, աշխատավարձներ բարձրացնել։ Եկեք ամիս տարին մի անգամ ընտրություն անենք։ Երևի այդ դեպքում կաշխատեն, բայց 5 տարի սարքել ենք, ուրեմն 4 տարի կներեք կայֆավատ են ելնում։ Իրենց անձնական խնդիրներով են զբաղվում, մեկ էլ վերջի մի տարին են էլ մի 6 ամիսը։ Մեկ էլ տենում ես թափով սկսին աշխատել։ Ինչ է, ընտրություններին նորից եմ կրկնում։ Մեր տեխնացուն եւ մենք բոլորս ոչ մեկի հետ կապ չունենք։ Ոչ էս ներկա հիների հետ, ոչ անցյալների հետ, այդ հիների հետ, որոնք հիմա ուզում են դառնան նորից թազաներ։ Հա, չի կարելի, հա, մեքենան ինչքան ուզում ես ռեմոնտ արա։ Ինչքան ուզում ես վերանորոգի։ Միևնույն է, դու չես կարա այդ մեքենան կապիտալ ռեմոնտից հետո ասես, որ դա նոր մեքենա է։ Չես կարա։ Ու ինքը ակնհայտորեն զիջելու է նոր մոդելների։ Համար ես ուզում եմ, որ մեր վարշապատ համայնքի ժողովուրդը անպայման հասկանա մի բան։ Մենք զինվորականներ ենք։ Մենք գնում ենք կուսակցությունով։ Մենք ծառայել ենք հայրենիքին եւ ուզում ենք հիմա շարունակենք ծառայությունը այդ ոլորտով։
Մենք երբևիցե փողի համար չենք ծառայել։ Մենք միշտ ծառայել ենք մեր ազգին։ Մենք գիտենք արդարությունը ինչ է, ազնվությունը ինչ է։ Որտեղ մենք կառավարելով զինվորներին, եթե մենք ազնիվ չենք վերաբերվել մեր շարքային կամ մեր ենթականերին, հավատացեք, բանակի համակարգը այնպիսին է, որ նման մարդիկ դուրս էր շպրտվում բանակից։ Մենք գիտենք արդարությունը ինչ է։ Դա համար ես առաջարկում եմ բոլորին քվեարկեն համար 2-ի 2 կետում նշած կուսակցության համար եւ հավատացեք ամեն ինչ անելու ենք որ Հայաստանը վերածնվի եւ վերականգնվի եւ գնալու ենք հաջորդ ընտրություններին արդեն ավելի մեծ մասշտաբով մենք գնալու ենք եւ մասնակցելու ենք Եղա պարոն գեներալ, շնորհակալ եմ այսօրվա անկեղծ զրույցի համար։ Դե ես կարծում եմ, որ ընտրություններից հետո մենք մեկ անգամ էլ կհանդիպենք եւ կփորձենք վերլուծել, թե ինչպես անցան այդ ընտրությունները։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, հերթական անգամ ուղիղ կապ ենք հաստատել Մոսկվայի հետ, որտեղ մեր զրուցակիցը համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էր։ Այսօր այսքանը, ցտեսություն։